Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց կարգավիճակը կսահմանվի օրենքով։ Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում։ Օրինագիծը մասնավորապես սահմանում է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը։ Անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, մահվան դեպքերում ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն։ Ընտանիքի այն անդամները, որոնք անձի անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփական բնակարան կամ ունեն, բայց այն 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւ նրանց սեփականության իրավունքով կարող է հատկացվել բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար կարող է տրամադրվել համապատասխան աջակցություն։ Օրինագծով նախատեսվում են բուհերում անվճար ուսումնառության, կենսաթոշակային ապահովության եւ նպաստի ստացման հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններ։ Մինչև հանձնաժողովում ներկայացնելը նախագծի վերաբերյալ փակ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։ Հետևաբար շատ հարցեր չկային։ Միայն Գեգամ Մանուկյանին հետաքրքրում էր, թե հնարավոր է արդյոք խիստ կանոնակարգ մշակել, որ լիազոր մարմինը պարտավորված լինի տեղեկություն տրամադրել անհայտ կորած անձի հարազատներին։ Մենք այս մասին մտածել ենք եւ քննարկել ենք նաեւ ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ եւ նախատեսվել է հետեւյալ դրույթը, որ ռեեստրում, որը պետք է վարվի լիազոր մարմնի կողմից եւ հասանելի լինի նաեւ պետական տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք հետ կարողանան իրենց վերաբերելի տեղեկությունները լրացնեն, այդ տվյալները հասանելի են համապատասխան դիմումի հիման վրա անհայտ կորած անձի ընտանիքի անդամին։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող զինվորական ծառայություն չանցած ավելի քան 1200 մեր հայրենակիցներ, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, որ չդատապարտվեն 2-ից 5 տարի ազատազրկման, ասաց Հայկ Սարգսյանը, ներկայացնելով զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Եթե նրանք վերադառնան եւ դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից յուրաքանչյուրի պահման համար պետք է ծախսի մոտ 16 միլիոն դրամ։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Սարգսյանը ներկայացրեց նաև նախորդ համանման օրենքից օգտվելու արդյունքում պետական բյուջե մուտքագրված միջոցները։ 1.5 տարում մուտքագրվել է մոտ 2 միլիարդ դրամ։ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց 24 ամիս ժամկետով ծառայելու դրույթի մասին, այն դեպքում, երբ հիմա այն նվազեցվել է 18 ամսի։ Օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները։ Նրանք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնեին 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս։ Այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ, որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ 2025-ի օգոստոսի 1-ի դրությամբ 87 հոգի օգտվել է 15 միլիոն վճարելու հնարավորությունից եւ ազատվել ծառայությունից։ 38-ը ծառայել է 1 ամիս եւ վճարել 8 միլիոն դրամ։ 9-ը ծառայել է 2 տարի ժամկետով եւ չի վճարել։ Բայց 15 միլիոն դրամով ծառայությունից ազատվելու կետը վերաբերում է միայն զինկոմիսարիատներում հաշվառման չներկայացած անձանց։ Քանի որ օրենքը ասում է Հայաստանի Հանրապետությունը պարտադիր զինվորական ծառայություն ենթակային 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները, նրանք չեն մեկնում ծառայության, ստանալով զինվորական գրքույկ եւ ստանալով անձնագիր։ Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն եւ կներկայանան կհաշվառվեն 27 տարեկանի լրացումից հետո, պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։ Այսինքն մենք կոտրում ենք մոտիվացիան, որպեսզի հաշվառում չանցած անձը 18-20 տարեկանում շարունակի մինչև 27 մնալ ոչ հաշվառված, քանի որ գիտի մեկը 27 տարեկան հասակում պարտավոր է լինելու կամ ծառայի կամ գումար վճարի
եւ նրանց բերել ենք ծառայության մինչեւ 27 տարի լրացնել է։ Այս նախագիծը ի տարբերություն նախորդի չի պարունակում անցումային դրույթ, հետևաբար ընդունման պահից օրենքից կկարողանան օգտվել բոլոր նրանք, ում 27 տարին կլրանա։ Պաշտպանության նախարարությունը դեմ չէր փոփոխություններին։ Նախագիծը հավանության արժանացավ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։